Եվրամիությունը ընդհանրություններին ընթառաջ պատրաստակամություն է հայտնել Հայաստանի գործող իշխանությանը տրամադրել ևս 140 միլիոն եվրոյի չափով աջակցություն։ Առաջին հայացքից սա կարող է ներկայացվել որպես հերթական ֆինանսական օգնություն, զարգացման կամ համագործակցության քայլ։ Սակայն իրականում այս գործընթացը շատ ավելի խորքային եւ բազմաշերտ է, քան այն կարող է թվալ արտաքինից։ Խնդիրը միայն գումարի մեջ չէ։ Խնդիրը այդ գումարի նպատակների, պայմանների եւ հետևանքների մեջ է։ Եվ հենց այստեղ է, որ աջակցություն բառը սկսում է կորցնել իր իրական իմաստը։ Սա պարզապես օգնություն չէ, սա ներդրում է։ Ներդրում, որը արվում է ոչ թե անշահախնդիր կերպով, այլ հստակ հաշվարկով եւ նպատակով, ապահովելու գործող իշխանության վերարտադրությունը եւ դրա շարունակական վերահսկելիությունը։ Այսպիսի ֆինանսական հոսքերը հազվադեպ են լինում առանց ակնկալիքների։ Դրանք գրեթե միշտ ուղեկցվում են պարտավորություններով, երբեմն բացահայտ, երբեմն չհայտարարված։ Եվ հենց այդ չհայտարարված պայմաններն են, որ ամենամեծ վտանգն են ներկայացնում։ Դրանք չեն քննարկվում հրապարակայնորեն, չեն դրվում հանրային վերահսկողության տակ, բայց իրենց ազդեցությամբ կարող են որոշիչ լինել երկրի ապագայի համար։ Պետք չէ միամիտ լինել կամ ձևացնել, թե նման գործընթացները կարող են լինել ամբողջությամբ մաքուր եւ առանց գնի։ Յուրաքանչյուր նման օգնություն ունի իր գինը։ Այդ գինը միշտ չէ, որ չափվում է գումարով։ Այն կարող է արտահայտվել քաղաքական զիջումներով, արտաքին կախվածությամբ, որոշումների ինքնուրույնության կորստով։ Եվ ամենավտանգավորը, այդ գինը հաճախ վճարվում է ոչ թե անմիջապես, այլ ժամանակի ընթացքում, աստիճանաբար եւ երբեմն անշրջելի ձևով։ Երբ խոսքը գնում է իշխանության վերարտադրության մասին, այս ամենը ստանում է լրացուցիչ կարևորություն։ Եթե այդ գործընթացը տեղի ունենա արտաքին նման աջակցությամբ, ապա հետագայում արդեն շատ ավելի դժվար կլինի հարց տալ, ինչի դիմաց է դա տեղի ունեցել, ինչ պայմաններով եւ ինչ է հանձնվել կամ ինչ է նախատեսվում հանձնվել։ Այդ փուլում արդեն ոչ թե հարցեր կտրվեն, այլ պարզապես կընդունվեն փաստերը։ Այսօր արդեն նկատելի են որոշ միտումներ, որոնք հարցեր են առաջացնում ազգային արժեքների, ինքնության եւ պետական մտածողության շուրջ։ Եվ դա բնականաբար բերում է հաջորդ հարցին. եթե այսօր որոշ թեմաների շուրջ կա զգուշավորություն կամ լռություն, ապա վաղը ինչից կարող է հրաժարվել իշխանությունը։ Պատմությունից, ինքնությունից, թե պետականության հիմնարար սկզբունքներից։ Եվ երբ քննարկվում է Եվրոպայի դերը, անհրաժեշտ է նաև իրատեսորեն գնահատել տարածաշրջանային իրականությունը։ Այս տարածաշրջանում որոշումները միշտ չէ, որ կայացվում են միայն եվրոպական կառույցներում։ Շատ դեպքերում դրանք ձևավորվում են այլ ուժային կենտրոններում եւ հետո են ներկայացվում որպես ընդհանուր քաղաքական գիծ։ Սա ևս մի հանգամանք է, որը չի կարելի անտեսել։ Հետևաբար կարևոր է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե այն գումարի վրա, որ այսօր առաջարկվում է, այլ այն գնի վրա, որը կարող է պահանջվել վաղը։ Որովհետև գործընթացի ավարտից հետո հարցը այլևս չի լինելու կտան, թե ոչ։ Հարցը լինելու է որքան եւ ինչ չափով պետք է զիջել։ Միևնույն ժամանակ հնչում են նաև կոշտ գնահատականներ եւ նախազգուշացումներ, ուղղված ինչպես այս ֆինանսական գործընթացների նախաձեռնողներին, այնպես էլ դրանց իրականացման մեջ ներգրավված կողմերին։ Խոսվում է այն մասին, որ Հայաստանը վերածվել է ֆինանսական հոսքերի կասկածելի միջավայրի եւ նշվում է, որ ընտրություններից հետո նման միջոցները չեն վերադարձվելու եւ պատասխանատուները ենթարկվելու են իրավական պատասխանատվության երկրի եւ ժողովրդի նկատմամբ պատճառված վնասի համար։ Բացի այդ, հանձնարարվել է համապատասխան մարմիններին պարզել նշված միջոցների ծագում աղբյուրը եւ ներկայացնել հստակ տեղեկություններ։ Ըստ նախնական տվյալների, շրջանառվում են նաև տեղեկություններ, թե այդ ֆինանսական հոսքերի մեջ կարող են ներգրավված լինել այլ դերակատարներ, որը լրացուցիչ հարցեր է առաջացնում եւ պահանջում է ավելի խորքային ուսումնասիրություն։ Այս ամենը ցույց է տալիս, որ խնդիրը միայն ֆինանսական չէ։ Սա քաղաքական, ռազմավարական եւ ազգային անվտանգության հարց է, որի հետևանքները կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ երկրի զարգացման ուղղությամբ։